Բարի առավոտ, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանք HTV ուղիղ եթերում եւ այս առավոտ տաղավարից այս պայն ձեզ սիրով ողջունում են Սուրենը եւ Ադրինեն։ Ողջույն Սուրեն ջան, բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին, ողջույններ, բարի արևներ, լիքը լավ տրամադրություն ձեզ սիրելիներս։ Այո, շատ լավ տրամադրությունը թողավուն պայման լինի ձեզ հետ, մեզ քիչ հետո արդեն կմիանա մեր Սոնան, իսկ մենք ողջունենք եւս մեկ անգամ բոլորին։ Արևոտ օր ենք մաղթում, չնայած մի փոքր այսօր սառնոտ կա երկնքում, բայց դե ինչպես ասում է երգում, սեր կա Երևանի երկնքում, այնպես որ այս սերը թող շատ լինի եւ իհարկե շատ ու շատ տրամադրություններ բարձր լինեն։ Ադրինե 1765 թվականին հիմնադրվել է Սանկտ Պետերբուրգի ազգային Էրմիտաժը։ Էրմիտաժը ամենահայտնի թանգարաններից մեկն է ամբողջ աշխարհում։ Թանգարանի սրահներում ցուցադրված ավելի քան 3 միլիոն արվեստի գործեր, համաշխարհային ճանաչում ունեցող արձաններ, հուշարձաններ կան։ Առանձին սրահում ներկայացված են Ռեմբրանտի 24 կտավներ, այն ամենամեծ հավաքածուն է իր հայրենի Նիդերլանդներից դուրս։ Ամբողջ Ռուսաստանում միայն Էրմիտաժում կարող ես տեսնել Լեոնարդո դա Վինչիի կտավները։ Իդեպ ես եղել եմ այնտեղ, ինձ բախտ է վիճակվել եւ տեսել եմ շատ ու շատ գործեր։ Եվ նաեւ այնտեղ ես հիացել եմ Մալևիչի Սև քառակուսիով, որը նույնպես բավականին տպավորիչ էր։ 90 տարի առաջ էլ Ադրինե ջան 1935 թվականին Երևանի Նոր Կիև ավանին վարչական շրջանի հատող հատվածում անվանի գիտնականներ Մաղաքյանը, Հախվերդովը, Միրզոևը 80 հեկտար տարածքում հիմնադրեցին Երևանի բուսաբանական այգին, որտեղ կար 1100 բուսատեսակ, հույս ունենք, որ մինչև այսօր էլ կան եւ ավելացել են, բայց ցավոք սրտի եղավ մի շրջան եւ այդ բուսատեսակներից շատերը էլ չկան։ Դե հաշվի առնելով, որ մայրաքաղաքում միայն շինություններ են կառուցվում, այո, բնությունը իհարկե տուժում է դրանից, բայց հույս ունենանք նաև այդ բարեկարգված բակերում եւ շենքերի շրջակայքում անպայման, այո, կանաչ գոտի կստեղծվի եւ մեր քաղաքը պետք է շնչի, պետք է թթվածնով հարուստ լինի եւ իհարկե կանաչով պետք է փայլի։ Այսօր աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է։ Պետրոսյանը աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է 1963 թվականին, 1966 թվականին պաշտպանել է կոչումը Երկաթե Տիգրանը, միջազգային կարգի գրոսմայստեր էր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, շախմատային տեսաբան եւ վերլուծաբան, փիլիսոփայական գիտությունների թեկնածու։ 1962 թվականին հաղթելով հավակնորդների մրցաշարում Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել Միխայել Բոտվինիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Բոտվինիկին Պետրոսյանը հաղթել է 1963 թվականին եւ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։ ԽՍՀՄ հավաքականի կազմում 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում։ Հոյակապ է եւ ես կուզեմ հեռուստադիտողին նաեւ ասենք, որ մենք Երևանում ունենք փողոց Տիգրան Պետրոսյան, ուրեմն այս հրաշալի մարդու անունով։ Այո, եւ նաեւ Դավիթ Հաշեն համայնքում թող ժողովուրդը իմանա, որովհետեւ երբեմն փողոցներ կա, չգիտեմ։ Մեծանուն շախմատիստի եւ սպորտի վարպետի անունով է։ Այսօր հայ մեծ բանաստեղծ գրականագետ Պարուր Սևակի հիշատակի օրն է։ Պարուր Սևակը 1950-ից 60-ական թվականների հայ պոեզիայի առաջատար գրողներից էր, նա իր մեջ համատեղել է հայ եւ համաշխարհային պոեզիայի նորարարական շունչը։ Պարուր Սևակը 8 բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, որոնցից առաջինը Անմահները հրամայում են լույս է տեսել 1948 թվականին, իսկ Եղիցի լույսը, որը իդեպ ասեմ իմ ամենասիրելի ժողովածուն է 1969-ին, որը մարդը ափի մեջ եւ 1959-ի Անլռելի զանգակատուն ժողովածուի հետ մեկտեղ համարվում է Պարուր Սևակի գրական ստեղծագործության գագաթները։ Պարուր Սևակի գրական երկներից են նաեւ Անհաշտ մտերմություն, Սիրո ճանապարհ, Սայաթնովա ժողովածուները։ Այսպիսին էր այսօրվա օրացույցը, պատմական անցումները, դե մենք էլ նաև օգտվելով արդի շնորհավոր ենք բոլորն անցում ծննդյան օրն է այսօր եւ պատրաստվում են նշել իրենց ծննդյան օրը։ Միանշանակ շնորհավոր, բարի տարեդարձ, ուրախ տարեդարձ, թող լավ տրամադրությունը իշխի ձեզ եւ կարողացեք մաքսիմալ քաղել օրվա ուրախ պահերը եւ հիշողություն թող մնա ամբողջ կյանքի ընթացքում։
Դե հիմա էլ վերադառնանք Երևանյան փողոցներ եւ տեսնենք ինչ է կատարվում։ Խցանումները ինչպես միշտ կան, դրանք անբաժան են, նույնիսկ այն շրջանում, երբ որ արդեն դասեր չկան եւ որոշ աշխատավայրերում էլ կամանց աշխատողները գնում են արձակուրդի, այո, բայց միևնույն է կա խցանում։ Արաբկիրի շրջանում խցանում կա, Դավթաշեն կամուրջից հետո Վաղարշանում կա վթար, որի հետևանքով էլ արդեն գոյացել է խցանում։ Կոմիտասը երկկողմանի խցանված է, խցանում կա բարեկամություն բարձրացող հատվածում Կիևյան կամուրջի վրա, Աթենքի փողոցում կա խցանում, իհարկե կա խցանում Օրբելի եղբայրներ փողոցում, Բաղրամյան իջնող հատվածը, Աթենքի փողոցը, Իսակովի պողոտայում կա խցանում, նույնիսկ տեղ կա, որտեղ երկկողմանի է խցանումը, այնպես որ աշխատեք, չգիտեմ, եթե հնարավոր է շրջանցել, եթե չէ, ապա մնացեք խցանման մեջ, ինչպես ասում են։ Երրորդ մասի հատվածը նույնպես խցանված են փողոցները, Արշակունյանց փողոցում շինարարական աշխատանքներ կան, այդ իսկ պատճառով նաև խցանում կա այդտեղ, փոքր կենտրոնում որոշ հատվածներում կա խցանում, Սարալանջը լանջերով խցանված է, մնացյալ փողոցները ավելի թեթև են համեմատաբար։ Այսպիսին է տրամադրությունը առավոտյան Երևանյան փողոցներում։ Մենք կունենանք հիմա կարճ դադար, հետո արդեն Ադրինեի հետ տեղափոխվենք խոհանոց հասկանալու համար ինչ համեղություն է այսօր մեզ սպասվում։ Մնացեք մեզ հետ։ Բարի լույս, շատ սիրելի հեռուստադիտողներ։ Այո, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը, մենք ունենք բարձր տրամադրություն, թեպետ դրսում այդքան էլ այսպես ամառային հունիսյան եղանակ չի, սիրելի Սուրեն։ Այո, Սոնա ջան, դրսում հերթին շրջանում ավելի շատ աշնանային եղանակ է, քան ամառային, բայց հուսանք, որ այդ զովը շատ քամիների չի վերածվի, ինչպես եղավ այս վերջին 2-3 օրը Ապարանում եւ Սևանում եւ ամեն ինչ հանդարտ կանցնի։ Այո, կարևորը անփորձանք էր ամեն ինչ, ես հիշեցնեմ սիրելի հեռուստադիտողներին, որ առավոտը պետք է սկսել կաթնամթերք օգտագործելով, իսկ անարատ կաթից պատրաստված կաթնամթերք, ինչպես նաև պանիրների լայն տեսականի առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Սոնան պատմեց առավոտվա մասին, իսկ ես ավելի ձեզ ներկայացնեմ երեկոյան տրամադրության, ինչը ձեզ կապահովի Իջևանի գինու գործարանը, առաջարկելով բրիզը, ռոզե փրփրուն գինի, որը հաստատ այս զով ամառային երեկոները հաճելի գիծ եւ շունչ կհաղորդի ձեր հավաքույթին, ինչն էլ կլինի միանշանակ բարձր աստիճանի վրա։ Դե իսկ զով ամառը պետք է վայելել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մայրաքաղաքից դուրս։ Իսկ թե որտեղ, մեզ այս հարցի պատասխանը մշտապես տալիս է մեր շատ սիրելի գործընկերը Արթուրը։ Բարի լույս Գյումրիից։ Քաղաքը սպառվում է ոչ միայն արվեստների ու արհեստների քաղաք է, այլ նաև շատ լավ քնի։ Իմ պատշգամբը նայում է դեպի Հովհաննես Շիրազ փողոց, մենք զերոյում ենք, որը գտնվում է Ռիշկովի 2 հասցեում։ Այսքան հանգիստ ու մեղմ վաղուց չէի քնել։ Զերոյի հյուրատան իմ սենյակում կարծես դու տանը լինես։ Դուրս ես գալիս պատշգամբ, շնչում ես մաքուր օդ, լսում ես քաղաքային մեղմ աղմուկը ու առհասարակ մոռանում ես, որ աշխարհում շտապելու կարիք կա։ Ում եմ խափում, արդեն ուշացել եմ նախաճաշից, իսկ հիմա մենք գնում ենք ճաշի հետևից, որից հետո էլ սկսելու ենք բացահայտել Գյումրին իր փողոցներով, բակերով, դեմքերով։ Մնացեք մեզ հետ, այսօր շատ լավ օր է լինելու։
քնել մնացել եմ, ուշացել եմ, բայց դա ինձ բոլորովին չի խանգարի, որպեսզի ես Zero ռեստորան սրճարանում համեղ սնվեմ։ Միայն տեսքից գեղագիտական հաճույք եմ ստանում եւ վայելելու եմ իմ beef strogano'n, կապրեզեն, Blue Ocean կոկտեյլը եւ իհարկե հյութը, ու ի դեպ ասեմ, որ այստեղ յուրաքանչյուր մարդ իր քիմքին համապատասխան կարող է գալ ու համեղ սնվել ու լավ ժամանակ անցկացնել։ Այնպես որ այցելեք Zero ռեստորան եւ սրճարան։ Zero-ն ոչ միայն Գյումրիի, այլ նաև Հայաստանի ամենաուրույն ու բովանդակալից վայրերից մեկն է։ Zero-ն միանգամից մի քանի աշխարհ է։ Հյուրատուն իր հարմարավետ սենյակներով ու հեքիաթային պատշգամբներով, ռեստորան եւ սրճարան, միջազգային տեղական համերով ու անմահական սուրճով դե եւ իհարկե պանդոկ իր կոլորիտով ու համ հոտով։ Zero-ն մի հիանալի համադրություն է հնի եւ նորի։ Քարե պատեր, ժամանակակից լուծումներ, սա վայր է, որտեղ մի սեղանի շուրջ նստած են Գյումրիի անցյալն ու ներկան։ Եվ եթե ուզում եք քաղաքը զգալ ոչ միայն քայլելիս, այլ նաեւ նստած, Zero-ն հենց այդ տեղն է։ Իսկ եթե շտապում եք, Zero-ում կա արագ սննդի անկյուն, թեթև ու համեղ լուծումներով։ Եվս մեկ անգամ բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտող սիրելիներս, ողջունում ենք ձեզ, ասում ենք միացեք մեզ առաջին ծրագրին, որպեսզի իմանաք օրվա բաղադրատոմսը նաև։ Սիրելիներս, այսօր շատ համեղ, շատ տնական, նաև կարծում եմ եղանակին մի փոքր համահունչ բաղադրատոմս եմ որոշել։ Իհարկե, այդպես չէի նախատեսել, որ պիտի եղանակի հետ կապված լինի, սակայն երբ տանից դուրս եկա, հասկացա, որ շատ համահունչ է ամեն բան։ Սիրելիներս, այսօր տապակա ենք պատրաստելու, այսինքն ջեռոցում մեր բոլորի ամենասիրելի բաղադրիչներով, ուրեմն տապակված հավի բդիկ եւ իհարկե կարտոֆիլ գազարով այսպես կտապակենք ջեռոցում, շատ համեմունքներ կօգտագործենք այստեղ բնականաբար, հուսով եմ շատ լավ կստացվի, շատ համեղ կստացվի եւ այս փոքրիկ հուշումը ձեզ էլ կօգնի, որպեսզի օրվա ընթացքում կարողանաք կողմնորոշվել, թե ինչ պատրաստել։ Ես կարծում եմ քանի որ նշեցի բոլորիս սիրելի բաղադրիչներն են, նաև շատ հեշտ պատրաստվող է, քանի որ այսպես միայն համեմում ենք, տեղափոխում ենք ջեռոց եւ նաև հագեցնող է շատ այս օրվա ընթացքում կարծում եմ բոլորին էլ կգոհացնի այս կերակուրը։ Ուրեմն անցնենք առաջ, ինչ պետք է անենք, նախապես արդեն դե բնականաբար մաքրված են բոլոր ուրեմն բաղադրիչները, բանջարեղենը, այսինքն կարտոֆիլը եւ գազարը մաքրել եմ։ Հիմա պետք է շերտատենք եւ սկսենք համեմել։ Ինչպես նաեւ մեր այս համեղագույն հավի բդիկները եւս պետք է համեմենք։ Ինչ ենք անում առաջին հերթին, փորձենք շատ արագ Երևի թե առաջին հերթին մինչ կարտոֆիլը կկտրատեմ, առաջին հերթին բդիկները փորձենք մարինացնել, ահա ես տեղափոխեմ այս մեծ տարայի մեջ եւ սկսենք համեմունքներով համեմել, այսպես։ Իհարկե այստեղ էլի բազում համեմունքներ կօգտագործենք, սիրելիներս, ինչ ենք անում առաջին հերթին աղ, բնականաբար, խմելի սունելի կօգտագործենք, բավականին առատորեն կօգտագործեմ, որովհետև ինձ թվում է ամենահամեղ համեմունքներից մեկն է խմելի սունելին։ Իհարկե ճաշակին ընկեր չկա, սիրելիներս, ըստ ճաշակի, այստեղ քրքում եմ ավելացնում, բոլոր պղպեղներից եմ ավելացնում, թե
պապրիկան, այսինքն կարմիր քաղցր պղպեղը եւ թե կծու կարմիր պղպեղը կօգտագործենք, որովհետեւ հավի թռչնամասի հետ ընդհանրապես կծվությունը նաեւ շատ տեղին է լինում։ Այսպես փորձենք սև պղպեղ եւս ավելացնել։ Այստեղ կավելացնեմ մի փոքր չաման, էլի շատ համեղ է դարձնում յուրաքանչյուր մսամթերք, մի փոքր սխտորի փոշի, այսպես։ Ահա, հիմա փորձենք այն տրորել, բուսայուղ ավելացնեմ։ Ահա։ Խնդրեմ եւ փորձենք տրորել այս բոլորը, միան խառնել, թողնենք համեմվի։ Ցանկության դեպքում սիրելիներս կարող եք այստեղ թթվասեր կամ մայոնեզ ավելացնել, որպեսզի ավելի փափուկ ստացվեն մեր բտիկները, մեր հավի բտիկները, բայց դա էլի նախասիրության հարց է։ Սակայն ասեմ, որ բոլորս էլ գիտենք, մայոնեզը եւ թթվասերը շատ օգնում են, որպեսզի հյութեղություն ապահովեն։ Այսպես ամբողջությամբ լավ տրորենք եւ թողնենք մի կողմի վրա։ Ահա, կարծում եմ շատ լավ է։ Ես սերոնցներս կհանեմ ու կանցնենք առաջ։ Սա թողնում ենք մի կողմի վրա։ Հիմա կարտոֆիլը կտրատենք։ Մեզ պետք է կլոր շերտեր, սիրելիներս, եթե տանը ունեք ձևավոր դանակ, իհարկե կարելի է կտրել ձևավոր դանակով, շատ ավելի գեղեցիկ կստացվի, ես այս պահին ձեռքիս տակ չունեմ, բայց սովորական դանակով էլ կլինի, ահա։ Կարտոֆիլը եւ գազարը եւս պետք է համեմենք բազմապիսի համեմունքներով, մեկ աման վերցնեմ եւ սկսենք արդեն համեմել այդ բոլորը։ Տեղափոխեմ ամանի մեջ ու շարունակենք մեր գործը։ Համեմունքներից էլի բազմապիսի համեմունքներ կօգտվեմ, սիրելիներս, եւ այստեղ նաեւ կօգտվենք թարմ սխտոր, որպեսզի շատ այսպես բուրմունքով եւ համով հարուստ լինի մեր կարտոֆիլը։ Ահա, գազարը եւս փորձենք կլոր շերտերով կտրատել։ Խնդրեմ։ Այսպես, եւ իհարկե ավելացնում եմ, ահա, այսքան ես մանր սխտորներ են, բայց բավականին շատ են, ես կավելացնեմ մեր այս հրաշալի բանջարեղենների վրա եւ սկսենք համեմել։ Նորից աղ ավելացնենք այստեղ, ահա, մի փոքր շատ կավելացնեմ, որովհետեւ պետք է կարտոֆիլը շատ համեղ լինի։ Այստեղ կավելացնենք բոլոր պղպեղները, այսինքն կծու կարմիր պղպեղ, իհարկե զգուշավոր, որպեսզի չչարաշահենք կծվությունը։ Այստեղ առատ կարելի ավելացնել պապրիկան, քաղցր կարմիր պղպեղը, իհարկե սև պղպեղ, այսպես։ Էլի խառը համեմունքներ կան, որոնք կարելի է օգտագործել։ Ահա, համեմի սերմ օգտագործեցի, սիրելիներս, այստեղ ուրիշ համեմունք եւս կա, կարելի է օգտագործել։ Եվ ցանկության դեպքում մի փոքր կարելի է այստեղ ցիտրոն ավելացնել։ Ես ուզում եմ ցիտրոն ավելացնել։ Ցիտրոնը շատ համեղ համ է տալիս մեր կարտոֆիլին, ահա այսպես։ Եվ ինչու ոչ, կարելի է նաև մի փոքր էլ օրեգանո ավելացնել։
Ահա, օրեգանոն ես հիմա այստեղից կվերցնեմ, ահա, խնդրեմ, սա էլ օրեգանո։ Այսպես, բավականի շատ էր համեմունքները, հա մի ամբողջական զամբյուղ, մի ամբողջական փունջ, սիրելիներս, բայց ընտրությունը էլի ձերն է, ես իմ առաջարկն եմ անում, իսկ դուք ընտրում եք։ Այսպես, բուսայուղ ավելացնենք, և իհարկե, այսպես կփորձենք ամբողջությամբ տրորել այս բոլորը և իհարկե կտեղափոխենք արդեն ջեռոց, ինձ էլի ձեռնոց է պետք, Հիմա կտրորեմ այս բոլորը սիրելիներս, կթողնենք մի կողմի վրա, դեռ տապակի մեջ տեղափոխելու համար մի փոքրիկ պրոցես է պետք, որը կուզեմ միասին մենք իհարկե կատարենք այդ գործողությունը, հիմա կլինի կարճատև դադար, ես սա իմի կբերեմ, հետո միասին կշարունակենք, դուք մնում եք մեզ հետ, որովհետև դեռ հետաքրքիրը առջևում է։ Բարի լույս, ես մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է առաջին ծրագիրը եւ ես իրով ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանի կինոռեժիսորների եւ պրոդյուսերների գիլդիայի նախաձեռնությամբ Կաննի կինոփառատոնի շրջանակում գործարկվեց հայկական տուն նախաձեռնությունը, որի նպատակն էր ապահովել հայկական կինոյի ներկայացուցիչների համար մթնոլորտ, որը կնպաստի միջազգային շփումներին, համագործակցություններին եւ մասնագիտական տեսանելիության բարձրացմանը։ Փառատոնի ընթացքում կայացման մի շարք կարևոր հանդիպումներ, քննարկումներ, եղան նաեւ հեռանկարային համագործակցության առաջարկներ։ Թե ինչի մասին է խոսքը, հիմա կպարզենք արդեն մեր հյուրերից, իսկ մեր հյուրերն են Հայաստանի ռեժիսորների եւ պրոդյուսերների գիլդիայի նախագահ Արտյոմ Բաղդասարյանը եւ իհարկե կինոռեժիսոր Հայաստանի կինոռեժիսորների եւ պրոդյուսերների գիլդիայի նախագահի օգնական Սոնա Խաչատրյանը։ Բարի լույս։ Լավ եք։ Շատ լավ, դուք ինչպես։ Լավ է, շատ հավես բան եք նախաձեռնել։ Հիմա մի փոքր ավելի մանրամասնենք, ինչ է իրենից ներկայացնում ընդհանրապես հենց այս գիլդիան, հա։ Գիլդիան, սկսենք գիլդիան, նայեք, կինոմատոգրաֆիայի միության նախաձեռնությամբ ստեղծվեցին գիլդիաներ, ռեժիսորների, պրոդյուսերների, օպերատորների, նկարիչների, կինոնկարիչների գիլդիա, ունենք կինոքննադատների գիլդիա, գիլդիաների կարևորությունը նրա համար է, որպեսզի լինեն միասնական պայմաններ դաշտում աշխատանքի, երկրում, կինոմատոգրաֆիստների շահերի պաշտպանություն, ընդհանրապես կինոմատոգրաֆիայի եւ կինոյի զարգացումը Հայաստան չի կարող առանց ինստիտուցիոնալ կազմակերպությունների լինի, որովհետեւ պետք է ամեն տեղ լինեն կանոններ, որոնց պաշտպանելով դու կարող ես շարժվել եւ գնալ առաջ եւ կարեւորը այն նպատակներն են, որոնք մենք պիտի այսօր հասկանանք ուր են գնում, որպեսզի համախմբված գնանք առաջ, ամեն մեկս որպես անհատ կարող է շատ ուժեղ լինել, բայց այսօր մարտահրավերները աշխարհում այնքան մեծ են հզոր, որպեսզի մենք անհատ չենք կարող այդ մարտահրավերին դիմակայել, դրա համար գիլդիաների այս կայացումը շատ կարևոր էր։ Այսօր մենք համարյա 60 անդամ ունենք, այդ աննախադեպ դեպք է ու շատ համախմբված ենք ու բոլորը սիրո մթնոլորտի մեջ են այդ համախմբվածությունը։ Դա է ուզում հարցնել, որովհետև շատ անգամ որ հավաքվում են շատ մարդիկ, մի մասնակցության տեր, տարակարծիք տարբեր մտքեր, անհատականություններ, ի վերջո ինչ որ բախումներ են լինում ներսում։ Բախումներ միշտ կան, որովհետև կինոն ինքը իրանից պահանջում է, որ մարդիկ ասեն շատ էմոցիոնալ այո լինեն, բայց քանի որ մենք ունենք ընդհանուր գաղափարներ եւ նպատակներ, հիմնականներից մեկը այն է, որ կինոն զարգանա եւ ունենանք լավ կինոներ, բոլորիս համախմբվում է եւ մենք կարանք լինենք տարաձայն, բայց մեր հիմնական նպատակի շուրջ բոլորս համախմբվել ենք եւ շատ կարեւոր է ու այսօր բոլորս ոգևորված ենք ու համոզված ենք ու հավատում ենք, որ կունենանք մեծ ուժեղ համայնք եւ կունենանք լավ ֆիլմեր, որոնք կարող են դիտել թե Հայաստանում, թե արտերկրից դուրս եւ կունենան թե փառատոնային, թե կոմերցիոն հաջողություններ եւ մենք էլ ողջավորված կլինենք մեր լավ ստեղծագործությունների վրա։
Ինձ որ շատ կարևոր բան է։ Ողջունելի, այո։ Որքան ժամանակ է սա կա։ Նոր է, չէ՞։ Նայեք, գիլդիան ինքը իրեն վաղուց է ստեղծված, բայց ինքը եղել է կինեմատոգրաֆիայի միության ներքո։ Բայց արդեն 3 ամիս է մենք ստեղծել ենք մեր հասարակական կազմակերպությունը առանձին եւ արդեն գիլդիան 3 ամիս է գոյություն ունի որպես հասարակական կազմակերպություն եւ գործում է առանձին։ Հայկական տունը, հա, ներկայացվեց Կաննի փառատոնում, այսինքն այդ շրջանակներում, ինչեր են ներկայացնում, ինչ նախաձեռնություն է սա եւ ինչ հաջողություններ ունեցավ, հեռանկարներ։ Նայեք, Կաննի փառատոնը, այսպես ասած, ես միշտ ասում եմ, կինոշնիկների կինոյի նոր տարին է։ Այսինքն ամբողջ մոլորակից բոլոր կինոմատոգրաֆիստները, դերասաններ, ռեժիսորներ, բոլորը հավաքվում են Կաննի փառատոնի, Կաննի կինոփառատոնի շրջանակում, հանդիպումներ, Կաննի շուկա, տարբեր միջոցառումներ եւ այդ շատ կարեւոր հարթակ է ընդհանրապես, ոչ թե կարեւոր, այլ ամենակարևոր հարթակներից մեկն է։ Որտեղ կնքվում են պայմանագրեր, ստեղծվում է նոր տենդենց, վաղվա կինոյի համար կարողանում ենք հասկանալ, թե ինչ մթնոլորտ կա եւ ինչ օդում կախված է թեմաներ, թե ոնց է զարգանում ընդհանրապես կինոն, թե կոմերցիոն, թե հեղինակային կինոն եւ Հայաստանը միշտ մի քիչ դուրս է մնացել այդ ամբողջ հոսքից, հա, կինո հոսքից, ուժեղ կինոմատոգրաֆիստների, պրոդյուսերների հետ հանդիպման այդ հնարավորությունները ինչ որ բաներ կան ու ամեն տարի ես գնալով վերջին 5 տարին ամեն տարի գնացել եմ Կաննի փառատոն եւ շատ ափսոսում եմ, երբ կային երկրեր, որոնք իմ կարծիքով մենք պակասը չենք այդ երկրերից եւ մենք ներկայացված չենք եղել եւ ներկայացած ենք եղել շատ փոքր, ոչ այդպես նկատելի, ասենք, ներկայացուցությամբ եւ իմ երազանքներից մեկը, որ իրոք լիներ հայկական, այդպես ասած, հայկական փարթիներ, հայկական միջինկաներ, հայկական տուն եւ մեր ամենամեծ ուժը հայիս այսօր հյուրասիրությունն է, որ կարանք հասկանանք, որ մենք ինչ ազգ ենք, շատ տաք ենք, ինչքան կարանք սիրենք, հյուրասիրենք, դրա համար մենք գիլդիայի նախաձեռնությամբ հարթեցինք Կաննում շատ շքեղ վիլլա, որտեղ հյուրընկալում ենք թե մեր հայ կինոմատոգրաֆիստերին, ցանկացած հայ պանդուխտ կինոմատոգրաֆիստ կարող էր գալ մեր մոտ հանդիպում կազմակերպել, այսինքն կարող էր հանդիպում կազմակերպել շատ բարձր մակարդակով, մենք ունենք հայկական գինիներ, ամեն ինչ կազմակերպված էր, համեղ հայկական սնունդ եւ ցանկացած կինոպրոդյուսեր կամ կինոռեժիսոր կարող էր հանդիպում նշանակել հենց հայկական վիլլայում։ Իսկ արվեց։ Որտեղ այո, շատ հանդիպումներ եղավ, ամեն երեկո մենք մեծ փարթիներ արեցինք, ունեցանք grand party ու կարևոր բաներից մեկն էլ էր, որ մեր հայ ժուրնալիստներից մեկին իսպանացի ժուրնալիստ ասել է, բա դու չես գալի հայկական փարթի, այսինքն արդեն ներսում էլ մեր մասին սկսեցին խոսել, որ այդ շատ կարևոր, մենք այդ առաջի տարին էր, այդ շարունակական է լինելու, այդքան հույս չունենք, մենք ուզում ենք հասկանանք, թե ինչպես մյուս տարիները արդեն կազմակերպենք, բայց շատ մեծ եղավ, այդ ամեն ինչը բոլոր հայ կինոմատոգրաֆիստները, համարյա բոլորը, ովքեր ընդեղ էին, հավաքվեցին, նշեցինք, խոսեցինք, քննարկեցինք, թե ինչ հաջողություններ այնտեղ կա, ինչ ստրատեգիայով կարող ենք մենք այնտեղ մասնակցել եւ այստեղ ոնց կարող ենք պատրաստվել, շատ կարեւոր քայլ էր իմ կարծիքով եւ հայկական դրոշը 3 մետրանոց մեծ վիլայի վրա, սարի վրա բոլոր հյուրերը գալիս էին ծովից տեսնելով մեր վիլայի հսկայական հայկական դրոշը ու այդ մեր հպարտություններից մեկն է ու ինձ թվում է այդ հարթակում միշտ հայկական այդ պետք է դառնա տրադիցիա, որ ցանկացած կինոաստղ թե պրոդյուսեր, թե ռեժիսոր, որ ասի գնամ մի հատ հայկական այսօրը երեք դրա։ Սանջան կարծիք հնչած, որի հետ ես իհարկե շատ համաձայն եմ, որ շատ երկրների մենք չենք էլ զիջում, ուղղակի չենք ներկայանում ոնց պետք է կամ չենք էլ դիմում։ Հետաքրքիր է որպես երիտասարդ կինոռեժիսոր ինչպես է գնահատում հայ ժամանակակից կինեմատոգրաֆիան եւ օրինակ ինչն է ձեզ պակասում այսօր հայկական ֆիլմ արտադրությունը։ Շատ լավ հարց եք տալիս իրականում, որովհետև հիմա երիտասարդների մեջ շատ ենք խոսում այս ամենի մասին։ Իրականում իմ անձնական կարծիքով երիտասարդները եկածող սերունդը շատ հուսալի է
ու տենց իրականում շատ տաղանդավոր, շատ հետաքրքիր մարդիկ կան։ Ինչ վերաբերվում է փառատոներ գնալու, օրինակ կամ տենց մեծանուն տեղեր գնալու, ինձ թվում է ուղղակի պետքա լավ մարքեթինգ անել։ Ես որ գնացի կան գիլդիայի հետ, այնտեղ կինոշուկայում որ շփվեցի մարդկանց հետ, հասկացա իրանք ինչքան բաց են, իրականում ինչքան հետաքրքրված են հայկական պատմություններով, ինչքան տեղեկացված են հայկական իրականությունից ու ինչքան ռեժիսորները գիտեն, ովքեր որ հայ են եղել։ Ու այդ բանը մեջս կոտրվեց, որ դեռ չգիտեն մեր երկրի մասին, ինչ պետք է իմանան հայնովա, որ հայկական կինոն ինչ է, չէ, իրանք շատ տեղեկացված են, ուղղակի այդ ոնց որ այդ մոստը չկա, ստեղից որ քայլելով գնաս այնտեղ, ու ինձ այդ մոստը պետքա կառուցվի մարքեթինգով ու լավ պրոդյուսինգով, որովհետև երիտասարդները շատ տաղանդավոր են, ունեն շատ հետաքրքիր պատմություններ, ու տենց իրականում շատ տեղեկացված են համաշխարհային կինոյից ու այդ ձևերից, ուղղակի պետք են լավ պրոդյուսերներ, ու դրա համար էլ է գիլդիան շատ լավ, որովհետև ես էլ լինելով երիտասարդ գիլդիայի անդամ, ինքնին հնարավորություն է տալիս, որ ես ոնց որ ուղիղ կապ ունենամ պրոդյուսերների հետ, ովքեր լիքը փորձ ունեն, ռեժիսորների հետ, ովքեր լիքը փորձ ունեն, ու ոնց որ այդ համախմբվածությունը, ոնց որ ուզած չուզած բոլորս իրար հետ ենք, ու ես հանգիստ կարամ իրանց մոտենամ, իմ պրոյեկտի մասին պատմեմ, իմ ֆիլմի մասին պատմեմ, ու իրանց էլ ոնց որ իրանք էլ իմ հետ իրանց փորձով կիսվեն։ Ես համաձայն եմ ձեզ հետ, որովհետև շատ հետաքրքիր նախաձեռնություն եք արել ու ինչը տալիս է հնարավորություն ոչ միայն մեզ այստեղ հա լոկալ այս ամեն ինչի մասին մտածել, այլ այս ամեն խնդիրները եւ իր առավելություններով հանել, տանել դուրս ու այնտեղ ստիպել, որ մեր վրա ուշադրություն դարձեն։ Բայց արդյոք որպես այստեղ կայացած մարդիկ եւ ձեր մասնակցության մեջ ռեժիսորներ, չեք մտածում, որ որոշ բան կա, որ պետք է հենց այստեղ ներսում փոխվի։ Որպեսզի այս ամենը էլ ավելի լավ լինի, հա, մենք պիտի ներսում փոխենք։ Ես քիչ առաջ նշեցի, որ եթե հավաքվում են 60 հոգի, տարբեր մարդիկ, տարբեր, իհարկե նույն մասնակցության մեջ, բայց նույն տարբեր գաղափարներով, ու այն էլ հայ, այդ նշանակում է, որ ոնց էլ չլինի, ինչ որ միտեղ բախումներ լինում են։ Շահերի բախումներ, կարծիքների բախումներ, եւ մենք ունենք մեր ներսում խնդիր, որովհետեւ յուրաքանչյուր ոչ թե մտածում ենք կոլեկտիվ, այլ մտածում ենք անհատական։ Մեզ մտածում ենք, որ մենք ենք ամենալավը ու մեզանից լավը չկա, եւ այդ անհատականության սալիստի, հա, սինդրոմով սկսում են բոլոր ողբերգությունները եւ չկայացած բոլոր պրոյեկտները, որոնք նախաձեռնում են, հետո կեսից արդեն գնում են դեպի ինչ փոխենք այստեղ։ Այդ հրաշալի բան ենք ստեղծել, կառույց, որը կարծում եմ շատ ճիշտ կարող է աշխատել։ Արդյոք պետք չի մի հատ ներսում փոխել այդ ամեն ինչը ու այս ամեն ինչի մասին արդեն ավելի բարձր տեղ ներկայացնել։ Դե նայեք, հիմա որ ես նշեցի, մենք համախմբված ենք, դա արդեն նշանակում որ մենք փոխված ենք։ Իրականում այդ սիրո մթնոլորտը եւ այդ ագրեսիան հիմա մեր ռոպագանդան է, հիմնական իմ որպես գիլդիայի նախագահ հիմնական իմ նպատակը հենց այդ սիրո մթնոլորտը ստեղծել, որովհետեւ այդ հիմքն է, որի վրա կարող ենք կառուցել այդ ուղիղ մեր ճանապարհը, ու ասեմ շատ լավ ստացվում է, որ ասում աշկով չտամ, շատ համախմբված են, անգամ են մարդիկ, որոնք երևի իրար հետ չեն շփվել, տարբեր տեղեր են, այդ անհատականությունը պետքա լինի, այդ անհատականությունը շատ լավ է։ Երբեք անհատականությունը չի խանգարի այդ սիրո մթնոլորտի մեջ ու մենք ինչ որ պետքա փոխենք ստեղ, անպայման պետքա հասկանանք եւ սինխրոնանանք դրսի հետ, որ հասկանանք մենք ինչ ստեղ փոխվենք, որպեսզի կարողանանք լինելով ինքնատիպ որպես հայ, հա, չկորցնելով մեր ինքնությունը, կարողանանք նաև միջազգային շուկաներում որակի առումով, ասենք, նպատակների եւ գաղափարների առումով ոչ մի տեսակ չզիջենք միջազգային։ Որպես դերասան մի բան առաջարկեմ, որովհետեւ մենք միասին ենք աշխատել արդյոք։ Ես որպես դերասան, հա, եւ շատ դերասանների անունից կարող եմ մի բան առաջարկել, որը կարծում եմ մեր երկրում արմատապես պիտի հենց այդ մշակույթը փոխվի, որովհետեւ ինքս ունեցել եմ հնարավորություն աշխատելու ռուսական կինոյում, պարսկական ֆիլմերում եւ նկատել եմ մի բան տարբերությունը։ Մենք մեր մոտ, երբ որ ֆիլմի, հա, արդեն պիտի դերասաններին բաշխվի, երբեք չենք անում գլխավոր կերպարների քաստինգ։ Մենք արդեն գիտենք ովքեր են այդ գլխավոր կերպարները։ Տակը ինչ մնում է, նոր անում ենք քաստինգ։ Իսկ ոչ մի պրոյեկտ ռուսական կամ դրսում բոլոր պրոյեկտները սկսվում են գլխավոր կերպարների քաստինգից, հետո նոր արդեն իջնում են։ Իսկ մեր մոտ գլխավոր կերպարներն արդեն գիտենք ովքեր են խաղալու։ Ու վերջացավ դրանով ամեն ինչ։ Հենց դից է սկսում խնդիրն ու խնդրեմը։ Այդ խնդիր չի, խնդրեմ չի, իրականում ասեմ ինչի պատճառը ինչու՞մ է։ Պատճառը նրանումն է, որ քանի որ ես շատ Ռուսաստանում աշխատել եմ եւ շատ մեծ կաստինգներ ինքս եմ արել, նայեք, այնտեղ մեծ շուկա է, կան հարյուրավոր, հազարավոր
դերասաններ։ Երբ դու սկսում ես ստեղծել քո ֆիլմը, դու պիտի այդ 1000-ից ընտրես։ Այստեղ ռեժիսորը երբ որ սկսում է արդեն իր գլխի մեջ ստեղծում ես որպես ռեժիսոր ասեմ, իր գլխի մեջ արդեն այդ կերպարը տեսնում է, այդ 5 դերասանից որ ստեղ կա, ինքը շատ հեշտ է 5 Չէ, 5 չեն, ես նկատի ունեմ, չէ։ Տալա հնարավորություն պետք է տալ։ Կերպարը, որը քո գլխի մեջ է, դրա մասին։ Բայց դերասան չի, իհարկե 5 դերասան չի։ Շատ են։ Շատ են, ես կարամ ասեմ, իրոք մեր դերասանները շատ են։ Ես կերպարի մասին, երբ որ քո գլխի մեջ այդ 5 կերպարը կա, ու դու այդ 5 կերպարը արդեն պատկերացնում, որ Սուրենը կխաղա այս իմ կերպարը, ճանաչելով այդ փոքր շուտ, արդեն իմ գլխի կերպարի ու Սուրենի մեջ ստեղծված կապից հետո ես չեմ ուզում ուրիշ բան։ Այդ ընդեղ էլ կա, աշխարհում էլ կա։ Շատ Տարանտինոն հիմա կարան ցանկացած, նայեք, Ամերիկայում կա, գիտեք քանի դերասան կա։ Ես որ իմացա շոկի մեջ էի։ 4 միլիոն դերասան կա, 4 միլիոն մարդ դերասան այնտեղ։ Բայց իրանց ֆիլմերում թե Սկարսեզի, թե Տարանտինոյի նույն 5 հոգին են նկարում, կներեք էլի, ասենք նկարում Ջեկապրիոն։ Չէ, սա արդեն մի քիչ մարքեթինգային է, որովհետև սա իրանք ինչու ստեղ չի մարքեթինգային։ Այսինքն այդ հոգեբանական վիճակը սաղ աշխարհում կա, այդ որ կան աստղերի, այսպես ասած, այդ որ ստեղծում են աստղային այդ բաները, խմբերը, որպեսզի այդ աստղային խմբերի շնորհիվ դու կկարողանաս մարքեթինգ անել, այսինքն կինոթատրոն հիմա սթրիմինգների, սերիալների դեպքում այդքան չի աշխատում, բայց կինոթատրոնի դեպքում շատ կարևոր էր այդ ինստիտուտը աստղերի, որ դու ունենաս 10 աստղ, որի համար կգա հանդիսատեսը, որովհետև կինոթատրոն գնացող, ինչքան հիշում եմ, 10%-ներ, դաժե ավելի քիչ, որ գիտեր ինչ կինո է, ոնց է գնում։ Հիմնական 90% երբ որ գնում է կինոթատրոն, ինքը չգիտի ինչ կինո է գնում։ Այսինքն գիտի կինո, գնում է տեսնում աստղն է, Դեկապրիոնը կամ Սուրենն է, վсё, ես զեցա մտա այդ ֆիլմը, նայեցի։ Եթե, այսինքն դերա աստղն է տանում նայելով, այսինքն որակային դու հասկանում ես, եթե այս դերասանն այս ռեժիսորի այս տեղ են նկարել, ուրեմն Պարզապես այս դեպքում կա մի վտանգ, նույնիսկ հենց Դիկապրիոյի դեպքում, երբ որ դերասանը մի ժամանակահատվածում մի քանի պրոյեկտում է զբաղվածնում, ուզի-չուզի ինքը արդեն կրկնվում է եւ իր համար լավ է, ինքը գումար է աշխատում, բայց ֆիլմում արդեն հակառակ կողմն էլ կա, շատ նուրբ եզրագից կա, կարծում եմ, քո ասացին հավելելով, Հայաստանում նաեւ ուրիշ խնդիր կա, որ ինչ որ կերպար, ինչ որ ֆիլմում հաջողում է, մյուս ռեժիսորները այդ կերպարը, այդ դերասանով տանում են իրենց ֆիլմ։ Եվ կրկնում են։ Այդ Հայաստանում չի մենակ հավատացեք, այդ սա մոլորակ։ Ուղղակի քանի որ մենք փոքր ենք, մեր մոտ ավելի ցայտում է։ Դե դեմ ասում, այստեղ շատ փոքր է ամեն ինչ, ու շատ հստակ է, այդ բաժանումները շատ քիչ է, 4 միլիոն դերասան եւ ասենք ինչքան կրնենք լավ։ Քանի հազար, շատ լավ։ Ամեն դեպքում հիանալի գաղափար եք իրագործում, ես ողջունում եմ դա եւ միշտ տենց լավ ու հետաքրքիր գաղափարների կողքին ենք։ Մենք ցանկացած պահի սիրով կլուսաբանենք։ Ուզում եմ ձեզ նվիրել Ջովանի Սարգոն Կարմիր Չորգինի, որպեսզի կանի հաղթանակներ արդեն նշեց հենց այս գինու հետ միասին եւ բացիկներ, էմոցիաներ փոխանցելու միմյանց, սա շատ կարեւոր է։ Այստեղ սիրված երգերից ֆրազներ են, որոնք նախատեսված են սիրելի մարդկանց համար։ Մեկը իհարկե Արամո եւ Էմա Պետրոսյան, կյանք եմ ուզում որ սիրեմ քեզ, որ չնայեմ տխուր ամպին, որ մազերդ շողերի պես փրես իմ ճամփին, սիրելի մարդկանց նվիրելու համար։ Մյուսը Դուրյան, դու ծաղիկ ես, բույրով ես հարուստ, դու արև ես, լույսով ես հարուստ, իմ սրտի մեջ հուրն է առաջին սիրո, իմ երազն է երազանքը քո։ Սա էլ ձեզ, որպեսզի նվիրեք ձեզ համար շատ կարեւոր ու հարազատ մարդկանց։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն։ Մեծ հաջողություններ հատկապես փառատոներում եւ հատկապես Կանի կինոփառատոնում։ Եվ կարևոր կոնտրակտների իրագործում։ Դե հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողի սիրելիներս, ես հենց հիմա պետք է այս բոլորը դասավորեմ թավայի մեջ եւ տեղափոխենք ջեռոց։ Ինչ պետք է անենք այս պահին։ Յուղաթուղթը կտրենք եւ տեղադրենք մեր թավայի մեջ։ Ահա Եվ տեղափոխենք թավայի մեջ մեր կարտոֆիլը եւ գազարը, որը համեմված է բազում
համեմունքներով, այստեղ բոլոր պղպեղների տեսականին կա, խմելի սունելի կա, համեմի սերմ կա, մի փոքր խառնուրդ կա ուրիշ համեմունքների, մի խոսքով շատ մեծ փունջ է այստեղ, համեմունքների ընտրությունը դուք ինքներդ կատարեք։ Ես տեղափոխեմ թավայի մեջ, ասեմ, որ նաև մի քանի կտոր սխտորիկ ունենք այստեղ եւս, ահա եթե տեսնում եք, ես սխտորիկները ամբողջական այսպես թողնում եմ, որպեսզի գեղեցիկ համ եւ բույր տա մեր համեղ կարտոֆիլին եւ գազարին։ Խորհուրդ եմ տալիս անպայման համեմի սերմ օգտագործել, որովհետեւ շատ համեղ է դարձնում այս բոլոր բաղադրիչները, այստեղ նաև օգտագործել էի ցիտրոն եւ մի փոքր օրեգանո։ Ահա պատրաստ է մեր կարտոֆիլը։ Ամբողջությամբ պատրաստ է։ Հիմա անցնենք առաջ եւ ցույց տամ, թե մեր այսպես ասած այս համեղ թրջնամսի այս հատվածը ոնց ենք օգտագործելու։ Նորից տրորենք, հիշում եք, մարինացրեցինք էլի բազմապիսի համեմունքներով։ Հիմա մեզ այս ջեռոցի ցանցն է պետք, որի վրա ուզում եմ մի տեսակ այսպես փորձել հարմարացնել բդիկները, որպեսզի գրիլ տարբերակով այն պատրաստվի, ահա այսպես պետք է անենք։ Սա էլի լայվ խակի տարբերակ է, սիրելիներս, փորձենք ինչ-որ կերպ, ահա, այսպիսի տեսք պետք է ունենա, ահա, այսպես, ջեռոցում այսպես է լինելու, հյութը ամբողջությամբ կկաթա մեր կարտոֆիլի վրա և ավելի համեղ կստացվի այն, փորձենք մյուս բդիկները ևս տեղադրել, այսպես, ահա, այսպես հերթականություն, մի փոքր ձեռքի օգնությամբ հենց կարող եք լայնացնել ճեղքերը և անցկացնել բդիկները, այսպես, ահա տեսեք, այսպիսի տեսք է ունենում, այս երկու կտորն էլ փորձեմ տեղադրել ինչ-որ կերպ, ահա, այս մյուս, ահա, ոնց որ թե ստացվեց ժողովուրդ ջան, այսպիսի մի բան, ես մի փոքր, որովհետև իմ տեղը ոնց որ թե հարմար չէր, ես չկարողացա ավելի հարմար գեղեցիկ դասավորել, բայց այնուամենայնիվ տեսքը ձեզ պարզ է ինչպիսին է լինում այն, ես հենց այսպես կտեղափոխեմ ջեռոց եւ կարտոֆիլը եւ հավի բդիկները ու շատ գեղեցիկ համեղ այսպես այս բոլորը կտապակվի։ Ասեմ, որ ջեռոցը բնականաբար կարող է բավականին բարձր ջերմաստիճանի տակ լինել։ Իսկ ինչ ես պատրաստում։ Այ այսպիսի հետաքրքիր բան։ Այսպես տապակվելու են մեր հավի բդիկները։ Ու շատ հյութեղ ու համեղ է ստացվելու։ Ես այո, հիմա մի փոքր խոհանոցը կարգի բերեմ, ջեռոցը միացնեմ եւ իհարկե այս բոլորը տեղափոխեմ ջեռոց։ Տապակման։ Այո, տապակման։ Ես զգում եմ, որ դու լավ համեմել ես։ Շատ եմ համեմել, նույնիսկ մի բան էլ ավել, այո, երևի թե հեռուստադիտողը, այո, այսպես կասի, Ադրինի ջան, այսքան համեմունք, ինչ ես օգտագործում, բայց ասեմ, որ շատ համեղ է, սիրելիներս։ Ահա, ես փորձեմ արդեն ջեռոցը միացնել, նախապատրաստել։ Ես կարծում եմ 200 աստիճանը շատ լավ կլինի, որպեսզի հասցնենք մինչ հաղորդման ավարտը եւս ուրեմն եփվի, հասցնենք եփել։ Այս բոլորը կտեղափոխեմ ջեռոց։ Ահա առաջին հերթին բդիկները։ Այո, որպեսզի։ Այո։ Շատ հետաքրքիր տեսքով։ Եվ իհարկե ներքևի հատվածում կարտոֆիլը։ Ահա, ես կարծում եմ շատ գեղեցիկ է այն։ Այո։ Այսպես։ Ահա, լվացքը փռել ենք, ժողովուրդ ջան։ Այո, ինչպես ասում են, այո, համեղությունը արդեն process-ի մեջ է, որպեսզի եփվի, կարծում եմ ամեն ինչը արված է եւ բավականին այսպես հետաքրքիր ձևով է ներկայացված այսօրվա ուտեստը։ Դե երևի կարելի է պատրաստել սա ավելի երեկոյան հատվածում։ Այո, երբ բոլորը կհավաքվեն, արդեն օրվա ընթացքում մայրիկները կամ տատիկները վստահ եմ այս հոգսերը կհոգան, հոգս չէ, այս հաճելի պահերը կհոգան, որպեսզի երեկոյան բոլորը հավաքվեն մի սեղանի շուրջ ու սկսեն բայել։ Եվ շատ կարևոր է, ժողովուրդ ջան,
օրվա ընթացքում որքան հնարավոր է, եթե մի պահ բոլորդ հավաքվում եք, բոլորդ տանն եք, ապա անպայման փորձեք բոլորդ միասին սեղանի շուրջ հավաքվել, սա շատ կարևոր է, քանի որ այս ժամանակներում այս թոհու բոհի մեջ մի փոքր, այո, անջատվել են մարդիկ իրարից, հեռացել են իրարից, բայց սեղանը, ուտեստը միշտ համախմբում է բոլորին, սա շատ կարևոր է։ Խոհանոց եւ ուտելիք մենք մեկ-մեկ կենտրոնանում ենք հենց միայն ուտելու վրա, բայց ուտելը սեղանի շուրջ հավաքվելը, այո, ուրիշ բանի մասին է։ Այ հիմա էլ մի քիչ ուրիշ բանի մասին զրուցենք, իսկ խոսքը փոխանցենք իհարկե մեր ընկերներին, հիմա կարճ դադար կլինի, հետո արդեն կվերադառնանք ու կշարունակենք։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ժամանակն է, որպեսզի խոսենք առողջ ապրելակերպի մասին, իսկ դրա հարցում մշտապես մեզ օգնում է Hill սպորտային համալիրը, քանի որ այնտեղ գործում է 73-ից ավելի մարզում։ Այո, շատ են մարզման տեսակները եւ շատ է նաեւ արև է այնտեղ, հատկապես ինձ այդ բոլոր մարզումներից շատ է նաեւ հետաքրքրում հենց լողավազանը, բայց այսօր անդրադառնալու ենք ավելի շատ մարզումներին եւ փորձենք հասկանալ ինչ անել, որպեսզի յուրաքանչյուր օր ել ավելի շատ աշխատել գեղեցիկ կազմվածք ունենալու համար։ Սպինինգը բարձր ինտենսիվության ինտերվալային խմբային պարապմունք է ստացիոնար հեծանիվի վրա։ Մարզման ընթացքում ակտիվորեն աշխատում են ոչ միայն ոտքերի, այլ նաև որովայնի, մեջքի և ձեռքերի մկանները։ Մեկ մարզման ընթացքում միջինում հնարավոր է այրել 400-ից 700 կիլոկալորիա, ինչի շնորհիվ արդյունավետորեն կարելի է ազատվել ավելորդ քաշից։ Այս մարզումը բարձրացնում է ընդհանուր դիմադրողականությունը, լավացնում է սրտանոթային համակարգի աշխատանքը, արդյունավետորեն պայքարում է ցելյուլիտի դեմ։ Սպինինգի ժամանակ առաջարկվում են ծանրաբեռնվածության անհատականացված լուծումներ հետագա ինտենսիվությանը հարմարվելու համար։ Հաճելին եւ օգտակար համատեղելու համար անպայման այցելեք Hill սպորտային համալիր, ունեցեք գեղեցիկ կառուցվածք եւ եղեք առողջ։ Իսկ հիմա մի փոքր ռիթմեր մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կգնանք խոհանոց, որովհետեւ եւս մի հետաքրքիր անակնկալ ունի մեր Ադրինեն ձեզ համար, բայց մինչ այդ մի քիչ ռիթմեր մեր եթերի համար։ Եվս մեկ անգամ բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտող, ես նախապատրաստական աշխատանքներն էի կատարում եւ ուզում եմ ձեզ ներկայացնել մի շատ հետաքրքիր, շատ այսպես արագ պատրաստվող ձեռքի տակ եղած բոլոր մթերքներից, ուզում եմ պատրաստենք աղցան, որպեսզի մեր այս հագեցնող կերակուրը դառնա ամբողջական։ Ունենանք կողքին նաեւ որևիցե աղցան։ Այստեղ ունեմ թե հազարի տերևներ, թե պեկինյան կաղամբ ունեմ մի փոքր, լոլիկ ունենք, կանաչ սոխ ունենք, այստեղ ունենք կապերսի հատիկներ եւ այս բոլորը հիմա շատ այսպես բարակ շերտերով կկտրատենք եւ կպատրաստենք աղցան։ Խորհուրդ եմ տալիս որևէ աղցան անպայման այս կերակուրի հետ ունենալ, որպեսզի, ինչպես ասացի, ամբողջական դարձնենք մեր օրվա ճաշի սեղանը եւ իհարկե ուտեստը։ Շատ բարակ շերտերով կտրատենք մեր պեկինյան կաղամբը,
Այն շատ թեթև է, շատ դյուրամարս է։ Սիրելի Ադրինե, Սիրելի Սոնաս, ողջույն։ դու որոշեցիր նաև աղցան այսօր պատրաստել։ Հրաշալի է։ Հասկացա, որ անպայման այս ուտեստի կողքին որևէ բան պետք է հաստատ։ Չորտոնական առավոտ է այսօր մեզ մոտ խոհանոցային առումով, որովհետև եւ հագեցնող ուտեստ արդեն պատրաստվում է ջեռոցում եւ գումարվում է աղցանը։ Երևի եղանակից է, հա։ Ես կարծում եմ եղանակը ստիպում է, որ ավելի երկար ժամանակ անցկացնես խոհանոցում։ Եվ նաև գիտեմ, որ դու մշտապես վատ եղանակին ավելի շատ ես հորդորում օգտակար սնվել, շատ սնվել, որպեսզի կարողանանք մեր օրգանիզմը պատրաստել ստրեսային եղանակին, որովհետև իսկապես կան մարդիկ, որ եղանակից շատ կախված է իրենց տրամադրությունը, իրենց օրը, պրոդուկտիվությունը։ Մի ժամանակ ինձ մոտ էր այդպես, բայց բարեբախտաբար անցել է եւ ավելի քիչ եղանակային մարդ եմ հիմա, քան առաջ։ Դա շատ լավ է հաղթահարել այդ ուրեմն этаպը եղանակի հետ կապված, ես դեռ ոնց որ մի քիչ դեռ այդպիսին եմ, եղանակից շատ բան է կախված իմ տրամադրության մեջ, սակայն իհարկե, այսպես ասած մեծ ենք, դեղու երեխա չենք, մեծ ենք, հասկանալով ենք մոտենում այս ամենին, բա եղանակ է, եղանակն էլ իր, այսպես ասած, խենթությունները ունի, ինչու ոչ, կարելի է համարել խենթություն, եթե այո, տարօրինակ խենթություններ, եթե վերհիշենք, որ մի քանի օր առաջ ապարանում ինչ դրանից առաջ Գյումրիում էր, դրանից առաջ այո ջրհեղեղ էր Գյումրիում, այնպես որ սա խենթությունները, ես կարծում եմ պարզապես ընդվզում է բնությունը մարդկության դեմ, սա դրա արդյունքն է, ես այդպես եմ կարծում, որովհետև շատ բան է փոխվել երկրագնդի վրա եւ այսպես երևի թե սա էլ իր պայքարն է, դիմադրողականություն է ցուցաբերում բնությունը, այսպես է պայքարում, ուզում է հասկացնել, որ ժողովուրդ ջան, արթնացեք, ձեզ կարգի պահեք մի քիչ, այսպես, երևի թե, չգիտեմ, գուցե սխալվում եմ։ Եվ առավոտները օգտակար սկսեք սիրելի հեռուստադիտողներ կատնամթերք օգտագործելով, որովհետև դա շատ կարևոր է մեր օրգանիզմի համար, իսկ անարատկաթից պատրաստված կատնամթերք, ինչպես նաև պանիրների լայն տեսականի առաջարկում է Elo Line ընկերությունը։ Այս ընկերությունը առանձնանում է շքեղ պանիրների տեսականիով, ունի նորույթ, բաստուր, մասուլուգունի համադրությունը, որը մեր ամբողջ թիմով շատ ենք սիրել եւ պարբերաբար համտեսում ենք այստեղ, այնպես որ ձեռք բերեք եւ վայելեք ընտանիքի անդամների հետ միասին։ Ու չմոռանաք առանձնացնել պանիրների հետ իհարկե անմահական գինի, որ առաջարկում է Իջևանի գինու գործարանը, այս գինու գործարանը առանձնանում է բացի անմահական գինետեսակaniով, նաև պահածոների եւ հյութերի լայն տեսականի է ներկայացնում։ Ահա մի փոքրիկ հատված է հիմա դուք տեսնում եք մեր էկրաններին եւ դրանք բոլորը տնական համի ու հոտի մասին են հիշեցնում սիրելի հեռուստադիտողներ, որովհետեւ մայրիկները, տատիկները Տավուշի մարզից աշխատում են Իջևանի գինու գործարանում եւ իրենց ընտանիքի համը, բույրը եւ փորձառությունը տանում են գինեգործարան ու այսպիսով այս գինեգործարանը հարուստ է պահածոներով եւ դրանք բոլորը շատ սիրելի են թե Հայաստանում եւ թե Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Այո, շատ գեղեցիկ ներկայացրեցիր եւ հերոսադողին էլ ասենք, եթե չհասցնեք որևիցե բան պատրաստել աղցանի հետ կապված, հոգ չէ, եկեք մեզ հյուր։ Եվ մեզ մոտ կարող եք հյուր գալ եւ կարող եք օգտվել Իջևանի պահածոների այդ մեծ լայն տեսականուց, թթուների տեսականուց, որը ելի շատ համատեղելի կլինի մեր օրվա բաղադրատոմսի հետ։ Եվ այս եղանակի հետ։ Այո, եւ եղանակի հետ շատ ճիշտ է։ Խորը աշնան տպավորություն է թողնում եղանակը, ընդհանրապես ամառվա մասին չի հուշում, բայց ինչով է։ Տեսնենք ինչպես է գնում, ինչ է ուզում, ինչ է կանխատեսում։ Իրականում ես մի կողմից էլ անկեղծ կլինեմ, շատ ուրախ եմ, որովհետև շատ զով եղանակ է եւ ես հիշում եմ մի քանի տարի առաջ 2-3 տարի առաջ էր դեռ որ այդպես մայիս-հունիսը մի քիչ այսպես աշուն է հիշեցնում, բայց դրանից առաջ մի 3-4 տարի առաջ եւ դրանից էլ առաջ շատ այսպես հունիսը հիշում եմ շատ շոկ, այո, ճիշտ է։ Չես դիմանում, հալվում ես, պրոդուկտիվությունդ ընկնում է, սկսում ես եղանակի հետ դժվար աշխատել, դժվար ապրել, որովհետև այդ շոկը ազդում է վրա, այո։ Պրոդուկտիվ լինելու վրա։ Դրա համար ես այս տարվա ամառը շատ սիրում եմ։ Դե շատ լավ է, փաստորեն կարող է, այ տեսնում ես, եղանակը կարող է, այո, լավ կողմը տեսնել, ինչու ոչ, եւ երևի թե պետք չէ շատ այսպես խորանալ, անդրադառնալ
այդ հանգամանքին։ Այսպես ես փոխեմ երևի թե դանակս ավելի, որպեսզի այո, լոլիկին հարմար համապատասխան, այսպես։ Եվ սա կտրատելու ենք, ես կարող եմ քեզ օգնել։ Այո, սա կտրատենք, սոխնել, կտրատենք, այստեղ ավելացնենք կապերսի հատիկները, հետո ավելացնենք մի փոքր կիտրոնա թթու կամ եթե կիտրոն կա, ապա հյութը քամել եւ իհարկե այսպես ձիթայուղով կամ բուսայուղով համեմել այս բոլորը ու մատուցել։ Այստեղ շատ բարդ գործ չկա, պարզապես պետք է այս բոլորը ձեռքի տակ ունենալ կամ ինչ որ մի բան, եթե սառնարանում մնացել է, այ այդպես կարելի է որևիցե համեղ աղցան ստանալ հաստատ։ Այսպես։ Դες սրանք կտրատելու ենք, ավելացնենք կաղամբների վրա զամբյուղին։ Ահա։ Եվ հետո համեմենք։ Այո, համեմենք կիտրոնաթթույով, բուսայուղով, բնականաբար աղ եւ սև պղպեղ եւ իհարկե կապերսի հատիկներ։ Ահա այստեղ ունենք նաեւ կանաչ սոխ, սիրելիներս, շատ տեղին կլինի կանաչ սոխը։ Այս բոլորը ես կկտրատեմ, արդեն կհամեմենք, վերջում կմատուցենք։ Դե քանի որ խոհանոցում ամեն ինչ պարզ է, առաջարկում եմ հիմա ունենանք կարճատև դատ հարսիելի հեռուստադիտողներ, որից հետո կվերադառնանք եւ կողջունենք այսօր մեր հաջորդ հյուրերին, տեղափոխվելու ենք Թատեր աշխարհ ու խոսելու ենք մի շատ հետաքրքիր եւ նոր ներկայացման մասին։ Մնացեք առաջին ծրագրի հետ։ Բարելույս, մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք առաջին ծրագիրը եւ տեղափոխվում ենք Թատեր աշխարհ։ Եվ այսպես, Շունչ թատրոնը հանդիսատեսին է ներկայանում իր նոր բացօթյա ինտերակտիվ ներկայացմամբ։ Այ քեզ հարսանիք։ Սիրային իրարանցում, ընտանեկան ինտրիգներ, երգ, պար, համբույրներ, մի խոսքով, այ քեզ հարսանիք։ Նշեմ, որ հարսանեկան մթնոլորտը եւ բարձր տրամադրությունը երաշխավորված են։ Այո, շատ լավ տրամադրություն կա ու այս առիթով տաղավարում ենք մենք։ Իսկ մենք ենք իհարկե բնականաբար Սեյրան Մովսիսյանը, Շունչ թատրոնի հիմնադիր եւ պրոդյուսերը ներկայացման եւ դերասանները Հայկը Դարփինյան, Էման Մկրտչյան ու ես։ Սուրեն Արուստան։ Այո, ես եմ խաղում այդ ներկայացման, բայց այսօր կերպարներից կխոսենք նրանց ովքեր էստեղ են։ Բարի առավոտ, ո՞նց եք։ Ֆանտաստիկ։ Ֆանտաստիկ, ինչ լավ, հրաշալի, եկեք խոսենք ներկայացումից։ Այ քեզ հարսանիք։ Այ քեզ հարսանիք, այո, այո։ Այ քեզ հարսանիք։ Մի քիչ գնանք ավելի հետ, Սեյրան հասկանանք Դա ինչ հարսանիք է։ Չէ, դու հանգիստ առաջ կարող ես մտել ես այդ նկատի ունի։ Որտեղից սկսվեց այս հարսանիքի պատմությունը։ Ուրեմն մի փոքրիկ ուղում Շունչ թատրոնի համահիմնադիր, որովհետև Սամվելը հաստատ կասի, բայց ես չեմ եկել մենակ հիմնադիրը գալիս եմ հետևից։ Այո։ Նպատակը եւ գաղափարը կար դեռ անցած տարվանից, ուղղակի անցած տարի չհասցրեցինք, որովհետև շատ զբաղված էինք եւ որոշեցինք ալտերնատիվ առաջարկ ունենալ հանդիսատեսին, որովհետև քանի որ արդեն գնալով ավելի արևը սկսում է այրել մարդկանց, չեն ուզում գնալ ավելի փակ տեղ, որպեսզի ներկայացում նայեն եւ դրա համար շատ լավ ալտերնատիվ տարբերակ բացօթյա ներկայացում։ Բացօթյա ոչ միայն ներկայացում, այլ ժամանց, որովհետև դա տևում է մոտ 4 ժամ, որովհետև հանդիսատեսը կարողանում է գալ ժամը 7:30, այնտեղ գինու հյուրասիրություն է լինում, որից հետո լողավազանի շուրջ, լավ երեկո, լավ երաժշտություն, կանաչ եւ այլն, այսինքն ռելաքս, որից հետո ժամը 8-ին ներկայացումն է, իսկ 9-ից 11-ը after party-ն։ DJ-ով ամեն ինչով, այո, որ մենք ուզում ենք մարդկանց օր նվիրել։ Այսինքն որպեսզի իրենք չգան միայն ներկայացումը նայել գնան, այլ գան նաև օր անցկացնեն, հանգստանան, շփվեն ընկերներով, գոլեգաներով եւ այլն։ Եվ դերասանական կազմը մեզ մոտ 6 հոգի է։ Սուրենն է Արուստամյան, եթե կճանաչեք։ Եվ հետո Նարինեն, Մարինեն, Կարինեն, Մեդեան։ Պետք չէ էլի։ Էման, Հայկը, Սամվելը Օհանյան, Մարգարիտան Խաչատրյան եւ Արևա Հակոբյան, ներկայացման բեմադրիչը Սամսոն Մովսիսյանն է, պարուսույցը Հարություն Թոփալիդիսը եւ մենք ներկայացումը խաղում ենք Լաթար կոմպլեքսում։ Ինչ ասեմ, երեխեք, մի բան։ Դե հիմա դուք խոսեք կերպարներից։ Տենց լավ ես խոսում։ Հա, կարանք լսենք։ Այս հենց խոսացիր, որ համաձայնեցինք եկանք։ Այո։ Այդ համաձայնությունից եկեք խոսենք, որովհետև միշտ առաջին, երբ որ առաջարկը գալիս է, բնականաբար դերասանի համար մի հատ հասկանամ, մի հատ մտածեմ, ինչքանով է այս առաջարկը լուրջ, ինչքանով է հեռանկարային, ինչքանով եք տեսնում դուք ձեր կերպարներն արդեն։ Ու Ձեզ ասում։ Իմ մոտ ի սկզբանե դրական էր դրամադրվածությունը ու Փարք Աստծուն, որ արդարացվեց, նախ ես Զոշենկո շատ եմ սիրում։
տեղից ամեն ինչ սկսվեց դեռ ուսանողական տարիներից, հետո դերաբաշխումը իմացա, հետո իմացա ով է բեմադրում, այսինքն դասական process-ը գնաց ու արդարացվեց այդքանով ուրախ եմ։ Իսկ կերպարը դե ես փեսան եմ, սա իմ հարցնացուն է։ Ոչ բարով սկզբանե, այո, ի սկզբանե, նու այնտեղ գործողության ոնց որ պատմությունը ավելի շատ նրա մասին է, սյուժեով սկսվում անենց, որ ես խառնում եմ իմ հարցնացուին իր մայրիկի հետ ու պատմությունը այդտեղից սկսվում է ավելի ու ավելի ու ավելի ու ավելի զարգանալ, հա չպատմեմ ընդհանուր սյուժեն իհարկե, որ նաև նայեք մեր սիրելի հանդիսատես, Էմանից թվում է ինձ կլրացնի։ Այո, ուրեմն ասեմ, որ սուր կփաստես, Հայկը միակ մարդն է, որ հեղինակին լավ գիտի ես։ Զոյ Շենկոնն են ես միշտ ասում, ես օրինակ այդպես շատ չեմ խորացել, որտեվ ի սկզբանե եկա մթնոլորտի հետ ծանոթացա, Սամսոնն ասաց, որ գրել ենք սկիզբը, ավելացրել ենք ուրիշ պիես, չէ՞, նենց չի որ հետաքրքիր միքս է արված։ Հարսանիքն է, հա, հետաքրքիր միքս է արված, բայց Հայկը միշտ շեշտում է ով է հեղինակը, շնորհակալություն։ Ինքը շատ հետաքրքիր ներկայացում է, այն նրանով, որ իրոք իրարանցում է, որ ընթացքում հանդիսատեսը եւս դառնում է մասնիկը այդ ամեն ինչի, այսինքն իրենք գալիս են ոչ թե նայելու ներկայացում, այլ գալիս են Մեգի եւ Մաքսի հարսանիքին ու այդպես էլ վերջանում է հարսանիքը տեղի է ունենում եւ վերջում են մնում են after party։ Եվ բոլոր հյուրերն էլ ստանում են տարոսիկներ ու գնում են տուն։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ մենք փորձում էինք բեմադրիչի հետ խոսեինք, հասկանայինք ինչ գործ կարելի է այդտեղ անել եւ առաջարկեց հարսանիք, որովհետեւ բոլորս մեր կյանքում լինում է, չէ՞, դեպքեր, որ չենք ունենում հարսանիք, հա, բարեկամների ընկերներ, բայց մի հատ հարսանիք լիներ, գնայինք, պարեինք, ուրախանայինք։ Մենք տալիս ենք այդ հնարավորությունը, այսինքն մարդկանց ու շատ մարդկանց դուր է գալիս, երբ որ զանգում են Տոմսերի համար, ասում են dress code կա, պիտի գաք հարսանեկան հագնված, դա շատ է իրանց դուր գալիս, կարևոր են իրենց զգում, որ գալու են եւ հենց այդպես էլ կա, ինքը կոնցեպտով նոր է եւ այդ մարդիկ գալիս են հարսանիք, իր հարսանեկն էլ իր բոլոր կանոններով լինում է, անտուփ մինչեւ մեր փոքրիկ բուկետն ենք նետում եւ այլն, այսինքն ինքը ժամանց ապահովող շատ հետաքրքիր պրոյեկտ է եւ շունչ թատրոնի համար ինչն է հետաքրքիր, որ կա 6 հոգանոց կազմի դերասանական 5 հոգին նոր են։ Այսինքն Սամվել Օհանյան մեզ հետ աշխատելու փորձ ունի, մեր Սանտա Սիթիում խաղացել է, բայց շատ հետաքրքիր էր, որ դերասանական կազմի ռեժիսորի, պարուսույցի բոլորը նոր են մեզ մոտ եւ շատ լավ է, որ այդ քիմիան տեղի ունեցավ դերասանների մեջ եւ ունեցանք ֆանտաստիկ նոր թիմ եւ ֆանտաստիկ նոր ներկայացում։ Սուրեն, կարող ես մի քիչ դու պատմել, հաղորդավարի ֆունկցիաներում այդ ձեր կերպարի Ես բազմիցս արդեն նշել եմ, որ շատ հետաքրքիր է եւ շատ ամենակարևորը, որ ծանր ներկայացում չի։ Դու գալիս ես եւ այդ հենց առաջին իսկ վայրկյանից ներկայացումը, երբ որ արդեն սկսվում է, հանդիսատեսը դառնում է դերակատար եւ անկախ իրենից է դա ստացվում, ինքն էլ չի հասկանում ոնց, դառնում է ներկայացման կարևոր մի փաստը, գլխավոր կերպարներից մեկը հանդիսատեսն է դառնում եւ բնականաբար ամբողջությամբ full մասնակցում է ամբողջ process-ին եւ հարսանիքին, ինտրիգներին նույնպես։ Իդեպ շատ ինտրիգներով շատ գործողություններ են, այդպես բավականին հետաքրքիր է, այո։ Լավ, եկեք մի քիչ հասկանանք Սամսոն ռեժիսորի ընտրությունը, հա, որովհետեւ շատ կարևոր է, երբ որ կա միտք, գաղափար, բնականաբար դերասաններն իրենց հերթին, բայց այդ ամենը իրագործում է ոնց որ դիրիժորությունը ռեժիսորի։ Այո։ Ինչ են Սամսոնը։ Տեսեք։ Իրան չեմ տվել այդ հարցը, անկեղծ կասեմ, ես հիմա կպատասխանեմ։ Մենք շատ երկար ժամանակ փնտրում ենք գործ, որ համագործակցենք Սամսոնի հետ։ Եվ այս բացօթյա ներկայացումը շատ մտածելուց հետո հասկացանք, որ հենց Սամսոնն էլ կանի, որովհետև Սամսոնը նախ փորձ ուներ նման բացօթյա ներկայացումներ անելու։ Բացի այդ, շնորհքով տաղանդավոր ռեժիսոր է, եւ մենք ուզում ենք, որ մեր թատրոնում լիներ նաեւ իր ձեռագիրը։ Զանգեցինք, խոսեցինք, Հայկի ասած դասական խոսակցությունից հետո համաձայնվեց Սամսոնը, եւ շատ ուրախ ենք, որովհետեւ մենք աշխատում ենք պրոֆեսիոնալների հետ եւ Սամսոնի ձեռագիրը ուզում ենք, որ շունչ թատրոնում լինի, որպես եւս մեկ պրոֆեսիոնալ, դե դերասանների ընտրությունը ասեցի, պարուսույցը, որովհետեւ մեզ պետք էր sense կրկոտ արգենտինյան տանգո, որը ես իրականացնում եմ։ Այո, որ այդպես է ստացվում։ Չէ, լավ էլ իրականացնում ես, լավ էլ իրականացնում։ Եվ Հարութն էր մեր հյուրը, իրենց պրոյեկտով եւ հենց մենք այդ մասին էր շեշտեցինք, այո։ Գովեց քեզ։ Հայո, Հարութը միշտ գո։ Էմա, հետաքրքիր է, հա, երկուսդ էլ զբաղված եք տարբեր պրոյեկտներում եւ ինչպես է կատարվում,
որ էկրանային կերպարները չեն գալիս թատրոն։ Նույնն էլ թատրոնի կերպարները չեն գնում էկրան։ Սակայն հանդիսատես ամեն անգամ իմանալով իր սիրելի արտիստերն են խաղում, միշտ մտածում է հիմա գնամ եւ մտովի ինքը ենթագիտակցություն պատկերացնում է, որ նույն մարդուն նույն կերպարով է տեսնելու։ Սակայն այստեղ Էման լրիվ ուրիշ կերպարում է։ Այդ շատ դժվար process է, որը դերասանը հաղթահարում է մենակ, ինձ թվում է, որովհետև այդ դերասանի աշխատանքն է իր վրա, ես փորձում եմ այնպես անել, որ իմ ոչ մի կերպարը նման չլինի մյուսին։ Դա շատ դժվար է, որովհետև արդեն բազմաթիվ դերեր ունեմ, փառք Աստծո, ու տարբեր թատրոններում եմ աշխատում, այսինքն նույն ռեժիսորի հետ չեմ աշխատում, տարբեր ռեժիսորների, ու դա ինձ նաև բացում է ինչ-որտեղ, որ ճանաչեմ ինքս ինձ, իմ դերասանի գործիքները, ժեստերը, միմիկաներ, շատ բան եմ բացահայտում էլ, ինչեր կարող եմ անել, ու դրանով ռեժիսորի ընտրությունը շատ կարևոր է, որովհետև երբ որ ասում եմ Սամսոնն է բեմադրում, ես մտածում եմ Սամսոնի մոտ արդեն 2 գործ խաղացել եմ, հիմա երրորդն է, ես գիտեմ իրեն մոտավորապես ինչ է պետք, ես ինչ կարող եմ անել, ինքը ինձ ոնց է տեսնում, ու տենց ընդհանուր արդյունք է լինում, բայց այդ շատ դժվար է, որը իրոք պետք է դերասանի ինքը հասկանա, էլի, որովհետև հիմա սերիալում խաղում եմ, բոլորն ինձ ատում են այս շրջանում, որտեղ բացասական դեր է, բայց ես գալիս եմ տեսնում եմ տենց մեկին է, էլի, գիժ մի հատ աղջիկ տենց որին սիրահարվել է, սա Այո, 5 կանգար ղուղունել են։ Ղուղունել են։ Այդ մեջ վերում էր ներկայացումը։ Այո, չգիտեմ, սուր, այդ շատ կարևոր հարց է ու շատ կարևոր պատասխան։ Դերասանի աշխատանքը իր վրա։ Պետք է ամեն ինչ անես, որպեսզի մի կերպարդ մյուսի նման չլինի, շտամպավորված չլինես։ Որ չասեն, հա դե լավ, ամենտեղ նույնն էր։ Դա կոչվում է պրոֆեսիոնալիզմ եւ կրթություն։ Շնորհակալ եմ, չէի ուզում այդ բառն ասել, էլի, հայկական պրոֆեսիոնալիզմ։ Այո, այո։ Այո։ Դու էլ պատասխանես հարցին, հարցը լավ է։ Ես պատասխանեցի հենց նոր, ընդհանրապես կրթություն։ Դա էր այդ։ Դու էլ ես այդպես։ Ընդհանուր ամփոփող։ Բայց ոչ, կրթությունը դու 4 տարի սովորեցիր, անցար, բայց հետո պրակտիկա։ Ես ոնց հասկանում, արդեն ներկայացումն եք խաղում։ Ես որ կարող են գալ նույն այս խոսակցությունները ներկայացման ժամանակ տեսնել։ Քաշ քշենք իրար։ Առհասարակ կարծում եմ 21-րդ դարում թատրոնը պիտի էվոլյուցիա ապրի եւ ոչ միայն թատրոնում դասական ներկայացումներ լինի, այլ մարդկանց տարբեր բաներ առաջարկես։ Եվ շունչ թատրոնը փորձում է ենթարկվել այդ ամեն ինչին 21-րդ դարի, որտեղ մենք պլաններում ունենք նաև այլ ֆորմատի ներկայացումներ եւ փորձում ենք պահելով դասականը իհարկե, որտեղ մենք այս տարի 2 մեծ պրեմիերա ենք նախատեսում, դասական, հա, ֆորմատով ներկայացում, բայց եւ դրա հետ մեկտեղ ունենալու ենք այլ ֆորմատի ներկայացումներ, որովհետեւ ամեն ներկայացման համար կա հանդիսատես եւ դու պիտի միշտ նորը տաս հանդիսատեսին, այնպես չէ որ մենք հորինել ենք բացօթյա ներկայացման ֆորմատը, չէ, բայց մենք ուզում ենք որ մեր ներկայացման ռեպերտուարում նաեւ այդ տեսակի ներկայացում լիներ, բայց այդ կոնցեպտը, այս հարսանեկան վիճակը այո առաջին անգամ է Հայաստանում եւ իր մեծ հետաքրքրությունը արդեն ունի, որովհետեւ մեր պրեմիերան ամսի հունիսի 25-ին եւ 26-ին է, հունիսի 25-ը գրեթե sold out է, մի քանի տոմս է մնացել, 26-ն է։ Եվ մնացած ներկայացումները կլինի հուլիս, օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին։ Շատ նաեւ լավ է, որ մենք ունենք հայրենակիցներ, ովքեր դրսից են գալիս, եւ շունչ թատրոնը իր մեծ հարգանքը վայելում է նաեւ դրսում եւ Եվրոպայում եւ Ռուսաստանում, մեզ շատ լավ գիտեն եւ նաեւ այնտեղից ունենք հանդիսատես, որովհետեւ խոսելով մարդկանց հետ, երբ որ գալիս են հուլիս-օգոստոս ամիսներին, ասում են գալիս են ուզում ենք ներկայացում ունենք, չկան, որովհետեւ թատրոնները դե արդեն փակ են, արձակուրդի մեջ են, սա շատ լավ առաջարկ է նաեւ մեր հայրենակիցներին, ովքեր որ գալիս են, որպեսզի գան իրենց օրը նաեւ այդպես անցկացնեն։ Դե, կարծում եմ, որ հենց այդպես էլ կլինի։ Այո։ Հուսանք, հուսանք։ Եվ ներկայացումը բացի նրանից, որ ժամանց է ապահովում, ինչ է տալու հանդիսատեսին։ Սիրո դրսևորումներ, մի քանի սիրո դրսևորում կա ներկայացման մեջ։ Սեր, որ ինչ է լինի, մեկը կայանալու է, եւ սեր, որ ինչ է լինի, մեկը չի կայանալու։ Այսինքն սիրո անունը դնենք ռոմանտիկ կատակերգություն, ավելի շատ ռոմանտիկ, քան կատակերգություն, որովհետև այստեղ սիրո մասին է առհասարակ, թե ոնց կարա սերը հաղթահարի շատ բաներ,
շատ բաներ ունի, 3 օր է, 3 օր ընդամենը ճանաչում է հարսին եւ ամուսնանում է։ Ինքան խսան խառնա ներկայացումը, շատ խառնա եւ պեաձև են նստում, բեմ չկա, այսինքն հարթակ չկա, բոլորը մի հարթակի վրա են։ Եվ բեմադրիչը շատ ճիշտ կարողացել է բեմադրել այնպես, որ բոլոր կետերից երևում է եւ ճիշտ մեսիջը հասնում է տեղ, որ սիրեք իրար, ինչ է եղել։ Ձեզ ոչ այլ 3 օր ճանաչել, բայց սիրել։ Այո, կարելի է 3 օր ճանաչել, բայց սիրել եւ հաշվի չառնել շատ բաներ։ Շատ բաներ հաշվի չառնել, հանդիսատեսը կգա կիմանա ինչի մասին է խոսքը, բայց սիրո մասին է։ Մեր տաղավարում են Էման Հայկը, բայց դերասանական կազմի մեջ կան նաև Մարգարիտան Խաչատրյան եւ իհարկե Սամվել Օհանյան եւ Արևը։ Եվ Արևը։ Իրենց կերպարներն ինչ են, խոսենք նաև այդ կերպ։ Այո, Մարգարիտան եւ Սամվելը մեր հարսի հայրն ու մայրն են։ Ֆանտաստիկ կերպարներ են, երկու իրարից տարբեր, շատ տարբեր կերպարներ, գերպրոֆեսիոնալ, Արևը Էմայի, ձեր ընկերուհին է։ Էմայի հարսի ընկերուհին, որն ունի նաև ընկեր, անկախ ամեն ինչից։ Իմ կարծիքով բոլորը ստացված կերպարներ են եւ ամեն մեկը իր մեսիջը ունի տալու, էլի, որովհետեւ Մարգարիտան լրիվ այլ ոճի մեջ է, Սամվելը լրիվ այլ, Արևը լրիվ այլ եւ կարծում եմ Էման Մարգարիտայի եւ Սամվելի խառնուրդն է, էլի։ Հեսայի կողմից մարդ չկա։ Հեսայի կողմից ընկերն է։ Մեր կողմից էլ կլինենք ես։ Հեսայի կողմից որ մարդ լիներ կամ ուսնանար ինձ հետ։ Ճանկս գցեցի որ Մարդ փրկիչ է, ասեմ այդպես։ Փրկիչ գրիշը։ Յուրաքանչյուր անհասկանալի բան իրավիճակում տենց ասումագրիշ ու բոլոր խնդիրները միանգամից լուծում են ստանում։ Հիշեցնենք, հա, հունիսի 25-26 պրեմիերան է ներկայացման առաջնախաղը, այնպես որ կարծում եմ տոմսերը արդեն կարելի ասել գրեթե սպառվել են, մնացել են մի քանի տոմսեր։ Դե հիանալի առիթ է, որովհետեւ մի քիչ կտրվել է սա առօրյայից, թողուբոհից, այն ամենից ինչ կատարվում է աշխարհում եւ տեղափոխվել մի աշխարհ, որտեղ ծիծաղն է, ժպիտը ու պարզապես լավ ժամանց։ Այո։ Շտապեք, բաց մի թողեք, ես ուզում եմ ձեզ նվիրել Իջևանի Սարգոն կարմիր չորգինին։ Մենք գիտենք դա որտեղ կխմենք։ Այո, ամսի։ Ամսի 25-ին սա կհայտնվի Գրիմանոցում։ Շնորհակալ ենք ձեզ եւ ուզում եմ ձեզ նվիրել էմոցիաներ ու տրամադրություն բացիկների տեսքով, արև բացիկները, որոնք հաստատ կան ձեր կյանքում, այն մարդիկ, ովքեր արժանի որպես այս բացիկները նվիրեք։ Առաջինը Էմա քեզ նվիրեմ, քեզ երկինքը հաստատ ինձ համար է հորինել, սա Սիրուշոյի երկի խոսքերն են։ Այս ոնց իմացա։ Հայկ տիեզերքը զգում են երկուսով, սա կնվիրես քեզ համար շատ կարևոր մարդու եւ սերով մենակ ես էր ինձ պակասում սիրահարվել ու մնալ արթուն։ Սա կնվիրես կնոջը համոզված եմ, շնորհակալ եմ, որ այս բացիկներ ասվածը հետ եք բերել 21-րդ դար մեր օրեր, որտեղ շատ թույն է։ Շնորհակալ ենք ձեզ։ Ինչպես ասում են նիպուխը նիպիրա, եւ սպասենք արդեն ներկայացմանը։ Շնորհակալություն։ Իսկ հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Եվս մեկ անգամ ողջունում եմ բոլորիդ սիրելիներս եւ ահա ես արդեն փորձում եմ մատուցել, պատրաստ եմ մեր այս հրաշալի, շատ համեղ եւ հագեցնող ուտեստը, պատրաստեցինք հավի բտիկներ, ջեռոցում բազմապիսի համեմունքներով համեմված եւ կարտոֆիլ, գազար, սխտորով համեմված, էլի շատ համեմունքներ եմ այստեղ օգտագործել։ Եվ կողքին փորձեցի մատուցել շատ արագ պատրաստվող, ձեռքի տակ ինչ որ կար, լոլիկ ունենք, պեկինյան կաղամբ կա այստեղ, հազարի տերևներ կա, կապերսի հատիկներ, կիտրոնաթթու, սև պղպեղ, այս գեղեցիկ համադրությունը, այս շատ վիտամիններով հարուստ աղցանը կարծում եմ համալրեց մեր օրվա ուտեստը։ Սիրելիներս, ձեզ լավ նայեք, հետևեք, փորձեք ձեր տրամադրությունը ինչ որ կերպ բարձր պահել։ Եվ ամենակարևորը ձեր առողջությունն ու տրամադրությունն է։ Լավ եղեք եւ իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։ Շնորհակալ ենք, համոզված ենք շատ համեղ այն ամեն ինչ որ պատրաստվել է, բույրերը անմահական են, որ այստեղ տարածվել են, քիչ հետո իհարկե այս հավենը կճաշակենք եւ կհամեմենք համեղ կոմպոտներով, որոնք ներկայացնում է Իջևանի գինու գործարանը, կոմպոտներ, պահածոներ, գինիներ լայն տեսականի, որոնք հասանելի են յուրաքանչյուրին։ Եվ գինու հետ չմոռանաք առանձնացնել պանիրների լայն տեսականի, ինչպես նաև առավոտը շատ օգտակար է կատնամթերք օգտագործելով, սկսել իսկ անարատ կաթից պատրաստված կատնամթերք, ինչպես նաև պանիրների մեծ տեսականի առաջարկում է Էլոլա ընկերությունը։
Միմյանց փոխանցեք էմոցիաներ ու տրամադրություն, այս ամենը արև բացիկների հետ միասին Տերյան մշակութային կենտրոնում հարցրեք, Կայզեր սուպերմարկետում եւ քաղաքի ծաղկաշատ ու քաղցր վայրերում նույնպես։ Ձեր լավագույն առիթներն էլ վստահեք բյուրի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Եղեք միշտ գեղեցիկ եւ իհարկե, որպեսզի գեղեցիկ սեռի ուշադրություն անընդհատ ձեր կողմում լինի, այցելեք Master Right Barber Shop, որը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում։ Իսկ ոճային եւ տարբերվող կլինեք Դաֆնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ ձեռք բերեք ամառային նոր լուքեր հենց Դաֆնիի նոր տեսականուց։ Իսկ մեր հասցեն միշտ նույնն է, յուրաքանչյուր աշխատանքային օր ATV առաջին ծրագիր։ Սիրով աշխատեցինք ձեզ համար այս առավոտ, համոզված ենք կարողացանք փոխանցել այդ արևային տրամադրությունը։ Շնորհակալություն սիրելի հեռուստադիտողներ, այս առավոտը կրկին մեզ հետ սկսելու համար կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն տեղում եւ վերջում չենք մոռանում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։